Համոզված եղեք, մյուս տարի դեկտեմբերին էլ այդ հարցը չի լինի։ Ժամանակն է արդեն օգտվել երկաթուղային հաղորդակցությունից։ Մենք հիմա կարող ենք ասել, որ այդ ապրանքախումբը նույնպես երկաթուղով կարող է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն։ Վստահաբար այո։ Կառավարության նիստերից մեկում այս զրույցից արդեն ավելի քան 3 ամիս է անցել, սակայն այդպես էլ հեղուկ գազ բերող վագոնները Հայաստան չեն հասել։ Ռուս-վրացական սահմանին բոլորովին վերջերս առատ ձյուն տեղաց։ Վերին Լարսի անցակետը փակվեց ու ընդամենը հաշված օրերի ընթացքում Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ առաջացավ։ Արդեն 1 շաբաթ է վարորդները միայն հատուկ են լցակայաններում են վառելիք գտնում, այն էլ շեշտակի ավելի բարձր գնով, ընդհուպ 270 դրամով։ Օրերի ընթացքում հեղուկ գազը թանկացել է ավելի քան 30%-ով։ Պաշտոնյաներն ու ներկրողներն ասում են, թե ճանապարհն արդեն անցանելի է ու իրավիճակը մի քանի օրից կկարգավորվի։ Դե մինչ հաջորդ առատեղումները կամ լոգիստիկ այլ խնդրի հայտ գալը։ Այսօր սպասում են արդեն տասնյակ մեքենաներ, վաղը եւս տասնյակ մեքենաներ կմտնի եւ ես կարծում եմ, որ արդեն ուրբաթ օրվա դրությամբ, եթե ոչ ուրբաթ գոնե շաբաթ օրվա դրությամբ Հայաստան կմտնի այնքան գազ, որը գները էականորեն կիչնի, նախ կլինի, բ հետո էական կիչնի։ Հեղուկ գազի շուկայում առաջացած դեֆիցիտի այս շրջանում, երբ տասնյակ հազարավոր վարորդներ լցակայանից լցակայան են գնում վառելիք գտնելու համար ու ավելի նյարդայնանում ցուցատախտակին հայտնվող գներից, Հայաստանում Աղվերանի հյուրանոցներից մեկում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցում էին նաև հայ գործարարները։ Տեղում նկատեցինք նախկին հանրապետական падգամավոր Սամվել Ալեքսանյանի ավտոմեքենան։ Մասնակցությունը հաստատեց նաև իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը։ Անցած ամիսների ընթացքում հենց այս գործարարներն ու նրանց ազգականներն են Ադրբեջանից բենզին ներկրել։ Երկաթուղային բեռնափոխադրումները տրանզիտով Վրաստանի տարածքով են իրականացվում։ Թե արդյոք 3 ադրբեջանական պատվիրակության հետ նաև հեղուկ գազ ներկրելու հնարավորություններն են քննարկել, հայտնի չէ։ Պաշտոնյաները նաև չեն բացահայտում, թե գործարարներից էլ ովքեր են Աղվերանում եղել, ինչ հարցերի են անդրադարձել ու արդյոք պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անուններ չի տալիս, որ մեջբերեմ նրանց պուլինգի չենթարկել։ Գործարարների խմբի մասին այո գիտեմ ովքեր են, բայց եթե իրանք հարկ կհամարեն, իրանք կհրապարակեն։ Ես դա այդ թվում ձեզ հայտնի պատճառներով մարդկանց բուլինգի որոշ լուսանցքային խմբակների կողմից չի ենթարկելու համար, եթե չի հրապարակվել, ուրեմն չի հրապարակվել։ Վարչապետը շատ մանրամասներ չի հայտնում, միայն տեղեկացնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ապրանքների ցանկեր են փոխանակել։ Մի բան, ինչի մասին դեռ ամիսներ առաջ էին հայտարարել, թե երբ կակտիվանա առևտուրը, երբ նաև Հայաստանն Ադրբեջան ապրանքներ կարտահանի, ժամկետներ չկան։ Աղվերանի հանդիպումից հետո մանրամասներ չի հայտնում նաև Բաքուն։ Բանակցություններից 1 օր անց պարզ չէ, թե ադրբեջանցի որ գործարարներն են Հայաստանում եղել։ Հիմա գործնականում արգելք եւ որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն, բայց ելի եմ ասում, մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը 35 տարի աշխատել է ավտոմեքենայով արտահանելու տրամաբանությամբ եւ որևէ մեկի համար հեշտ չի ուղղակի միանգամից տրանսպորտային միջոցը փոխել եւ ես համոզված եմ, որ առաջիկայում նաև այդպիսի Հայաստանից արտահանումներ կլինեն։ Մինչ Փաշինյանը լավատեսական հայտարարություններ է անում, այս պահի դրությամբ Հայաստանի ու Ադրբեջանի առևտրային սալդոն գրեթե 100%-ով Ադրբեջանի օգտին է։ Ըստ Բաքվի այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանն Ադրբեջանից շուրջ $6 միլիոն ապրանք, բենզին ու վառելիք է ներկրել։ Հայկական կողմն առայժմ վիճակագրություն չի հրապարակել։ Իդեպ վերջերս ադրբեջանական տվյալներում նաև Հայաստանից Ադրբեջան ներկրման մասին միտող հայտնվեց $1000-ից էլ ընդհանուր արժեքով։ Սակայն ինչպես հենց Բաքուն պարզաբանեց, $960 հետևում Նիդերլանդներից ներկրած վարդեր են, որոնք հայկական ծագման են։ Այսինքն մինչ այս պահը դեպի Ադրբեջան ուղիղ բեռնափոխադրում տեղի չի ունեցել։ Լավ, իսկ ինչ կարող է Հայաստանն Ադրբեջան արտահանել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ամիսներ առաջ հայտնեց, թե այդ ապրանքները կարող են օրինակ հայկական ալյումինը, ֆերոմոլիբդենը, միրգն ու բանջարեղենը, տարբեր խմիչքները, կենդանիները լինել եւ այլն։ Շաբաթներ առաջ էլ նա տեղեկացրեց, թե ադրբեջանական կողմը հետաքրքրված է փայլատիթեղով։ Կա այդպիսի ապրանք, կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել
բանի փայլատի տեղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատի տեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է։ Էկոնոմիկայի նախարարն այժմ վերահաստատում է ապրանքացանկը նույնն է եւ հետագայում առևտուրը հենց դրանց շրջանակում կլինի։ Խորհրդային Միության շրջանում մեկ ընդհանուր տնտեսության մաս կազմող երկրների միջև մատակարարումների շղթան այսպիսին էր. Հայաստանն ադրբեջանական վառելիքն օգտագործելով Միության երկրներ էլեկտրական սարքավորումներ, սինթետիկ նյութեր էր մատակարարում, ցանկը շարունակելի է։ Խորհրդային Միության փլուզումից հետո ավելի քան 3 տասնամյակ առևտրային կապեր չունենալով Ադրբեջանը դարձյալ վառելիք է Հայաստան արտահանում, իսկ Հայաստանը դեռ ոչինչ։ Ինչ են քննարկել Չունը։ Գործարարներ են հանդիպմանը եղել, ուզում եք հասկանալ ինչ են Չունը քննարկել, ինչ են տեղեկատվություն։ ուզում Պարոն Գրիգորյանի գրասենյակից ճիշտ է։ Իդեպ տնտեսական զարգացման պատասխանատու էկոնոմիկայի նախարարության ղեկավարը ոչ մասնակցել էր Աղբերյանի հանդիպանը, ոչ էլ մանրամասներ երծել։